Պիտի Դանիելի մարգարեությունից հիշեցնեմ 8-րդ գլխից և 7-րդ գլխից երկու, մեկը տեսիլք, մեկը երաս։ Տեսիլքը ինչ տեսավ, ասենք խորհրդով տեսավ Դանիելը, տեսավ ներկայացնում է 8-րդ գլխում տեսավ մի գետի կողքին կանգնած խոյ, որ երկու եղջյուր ուներ, ինքը բան էր, ասենք խփում էր հարավ, արևմուտք, ասում է հյուսիս, հարավ, ու ոչ մեկ չէր կարողանում իր առաջին կանգնել։ Հետո ասում է տեսա նաև ու ասում է շատ մեծացավ այդ խոյը և իր ուզածը անում էր։ Եվ հետո ասում է տեսա այծերի քոշ, արևմուտքից եկավ ու ասում է բոլոր երկրի երեսի վրա պատեց ու հարձակվեց այդ խոյի վրա, կոտրեց այդ խոյի երկու եղջյուրները, ոտի տակ գցեց ու տրորեց, ասում է կատաղությամբ դառնացած, կոտրատեց, ասում է այդ խոյը ուժ չուներ, որ այդ քոշի առաջին կանգներ։ Ասում է այդ քոշը խիստ մեծացավ ու իր մի մեծ եղջյուր որ ուներ, հետի կոտրվեցավ, տեղը 4-ը մեծ երևելի եղջյուրներ ծլեցին, հել դուրս եկան։ Ասում է երկրի դեպի երկրի 4 կողմերը։ Հետո ասում է մի փոքր եղջյուր դուրս եկավ այդ բանից, այդ 4-ի միջից, մի փոքր եղջյուր դուրս եկավ ու չափազանց ասում է մեծացավ դեպի հարավ, մեծացավ դեպի արևելք ու ասում է մեծացավ դեպի փառավորը, այսինքն նրա ոնց որ տարածվելու, պատերազմելու տեղերն է ցույց տալիս, կողմերը հարավ, արևելք եւ փառավորը, եւ խոսում է որ անգամ ասենց ասած իր պատերազմը Աստծո դեմ էր, այսպես ասում, մեծացավ մինչև երկնքի զորքը եւ գցեց գետին եւ այն զորքիցը եւ աստղերիցը եւ նրանց կող տվավ։ Զորքիցը գցեց գետին եւ աստղերիցն էլ գցեց գետին։ Եվ խոսում է որ մինչև զորած իշխանը բարձրացավ, այսինքն զորքերի իշխանը, զորքերի տերը, զորած իշխանը մեր Տերն է Հիսուս Քրիստոսն է։ Եվ ասում է նրանից վեր առավ մշտնջենականը, այսինքն մշտնջենական զոհը հանեց եւ կործանվեցավ նրա սրբարանի բնակարանը։ Եվ ասում է մեկ զորք տրվեցավ մշտնջենական զոհի հետ ամբարիշտության համար եւ ճշմարտությունը գցեց գետին եւ անում էր ու հաջողվում էր։ Եվ ասում է լսեցի մեկ սուրբ խոսելիս մեկ սուրբ ասեց այն խոսողի մինչև երբ է մշտնջենական զոհի տեսիլքը եւ ավերող ամբարիշտությունը, որ սրբարանն էլ զորքն էլ պիտի տրվի ոտնակողությամբ։ Եվ նա ասաց ինձ մինչև 2300 իրիկուն եւ առավոտ հետո սրբարանը պիտի արդարանա։ Ուրեմն այս տեսիլքը տեսավ բանը Դանիելը, հետո ասում է հասկացողություն է որը, այսինքն դա սիմվոլիկ խորհրդանշական մի բան էր։ Ինքը չհասկացավ, ինչ է դա նշանակում, ինչ է Աստված ուզում դրանով իրեն հասկացնի, ցույց տա, եւ ասում է Գաբրիելը իրեն հայտնվեց հրեշտակը եւ հրաման եղավ Գաբրիելին, ով Գաբրիել հասկացրու Դանիելին այդ տեսիլքի միտքը։ Եվ երբ որ խոսեց, հասկացավ Դանիելը եւ նրան բացատրվեց, ասեց ահա քեզ իմացնում եմ ինչ է լինելու բարկության վերջում, այսինքն սա խոսում է մարդկության պատմության հետ կապված, թե ինչ պիտի կատարվի եւ վերջում ինչ պիտի կատարվի, որովհետեւ ասում է վերջի որոշ ժամանակի համար է, այսինքն հատկապես վերջի ժամանակի համար է այդ տեսիլքը։ Եվ բացատրեց, ասեց այդ երկու եղջերավոր խոյը, որ տեսար, Մարած եւ Պարսից թագավորներն են։ Դրանք ժամանակի մեջ եղել են, այո, աշխարհակալ տիրություններ։ Եվ այդ ասում է այծերի քոշը Հունաց թագավորն է։ Դա մակեդոնացին է, գիտեք, որ աշխարհ տիրապետեց։ Հետո երբ որ ինքը Հնդկաստանով, ասիական երկրներով, ասենց ասած, աֆրիկյան երկրներով տիրեց բանով, եվրոպական մասով։ Հետո ժամանակի մեջ պատմությունից հայտնի է, որ այդ պետությունը բաժանվեց 4 մեծ պետությունների, բայց տրվեց նա սերունդ չուներ, զավակներ չուներ, իր ասենք երևելի մարդիկ, որոնք այդ պետության մեջ ղեկավարներ են, դարձան թագավորներ եւ 4 մեծ թագավորություններ։ Դա պատմության մեջ հայտնի փաստ է, որ եղել է եւ Տերը ինչ որ ցույց է տվել, իրոք կատարվեց։
Եվ հետո ասում է այդ թագավորությունների վերջում, ասում է եւ այն կոտրվածը, որի տեղը 4-ը դուրս եկավ, այդ 4 թագավորություններն են, որ դուրս են գալու ազգից, բայց ոչ թե նրա զորությամբ, այսինքն ավելի թույլ։ Եվ նրանց թագավորության վերջին, երբ որ ամբարիշտությունը կլրացնեն, այսինքն ինչ նշանակում ամբարիշտությունը կլրացնեն, այսինքն կատարյալի կդարձնեն։ Կատարյալ ամբարիշտության չարության ժամանակներում մի պնդերես ու խորագետ թագավոր վեր կկենա եւ կզորանա նրա իշխանությունը, բայց ոչ թե նրա զորությամբ։ Այսինքն հասկանում ես, որ նա զորանալու է, նրա իշխանությունը մեծանալու է, բայց ոնց որ ասած այդ մի իրան զորացնողներ կային, իրան ուժ տվողներ կային, իր համար աշխատողներ կային, կամ ասենք ասեմ, իր տեղը, որ ինքը մեծ իշխանություն ունենա, մեծ զորություն ունենա եւ մեծ ազդեցություն աշխարհի մեջ, իր համար մինչեւ այդ պիտի աշխատեն, նրա պիտի գործեն, նրա համար պատրաստեն, ինքը գալու է պատրաստի ոնց որ մի վիճակի վրա տիրապետի, թագավորի, որ իր համար աշխատել են, պատրաստել են, այսինքն գուցե ասենք ասեմ մի համաշխարհային մեծ իշխանություն, ազդեցություն, որ դրանից առաջ իր համար աշխատել են, եւ միաբանություն կա, որ նրա համար աշխատում է համակարգ, եւ ասում է կզորանա նրա իշխանությունը, բայց ոչ նրա զորությամբ, եւ սքանչելիքներով պիտի ավերե, հաջողե եւ կատարե եւ փչացնե զորավորներին եւ սրբերի ժողովուրդը։ Այնտեղ վերև տեսիլքի մեջ ներկայացնում էր, որ պիտի զորած իշխանը բարձրանա, չէ, Աստծո սուրբերից գցի, ասենք եւ աստղերից, այսինքն հասկանում ենք առաջնորդներից, եւ ստեղ կարճ ասում, որ պիտի տարբեր զորություններով ու հրաշքներով, սքանչելիքներով պիտի հաջողվի ավելի ու փչացնի թե զորավորներին, թե սուրբերի ժողովուրդը, այսինքն թե հոգևոր աշխարհում պիտի ինքը հաջողություն ունենա, շատերին պիտի, ասենք ասած, իր խորամանկությունով եւ զորությունով, խաբեությունով հաղթի եւ աշխարհի մեջ պիտի հաջողություն ունենա։ Զորավորներին էլ պիտի փչացնի, հաղթի, ասում է։ Եվ նրա խելքով պիտի հաջողվի խաբեությունը նրա ձեռքով, եւ նա պիտի իր սրտում հպարտանա եւ խաբեության մեջ շատերին պիտի կորցնե։ Խոսում է, որ նա, ասենք ասած, պիտի մտածի, խորի ու հաջողվի էլ, ինչ, խաբեություն, մի խաբեություն պիտի մտածի ու պիտի այդ խաբեությունը անցնի, այսինքն իրոք պիտի խաբի դրանով, շատերին մոլորեսնի եւ շատերին, որ վերևում ասում է հաղթի, փչացնի, այդ խաբեությունով պիտի անի, իր իշխանության տակ բերի, իրանն ազդեցնի։ Եվ ասում է այդ խաբեությունը նա խելքով պիտի հաջողվի խաբեությունը նրա ձեռով եւ նա պիտի սրտում հպարտանա եւ խաղաղության մեջ շատերին պիտի կորցնի, այսինքն այդ խաբեությունը հենց այդպիսի խաբեություն է, ոչ թե ասենք ասած ուղղակի միայն ստիպելով կամ ուժով, զորությունով, ինչպես ընդեղ ասում, այլ նաև խաղաղության մեջ, ինչ որ ձևերով, որոթակարդներով, միջոցներով ինքը կարողանում է նրանց կորցնի, եւ պիտի վեր կենա իշխանած իշխանի դեմ, բայց առանց ձեռքի պիտի կոտրվի։ Եվ ուրեմն այսպեսի տեսիլ տեսավ։ Տեսնում եք, որ ժամանակի մեջ պիտի ընդ որում ժամանակն էլ ասում է, ընդ որում ասում է որտեղից պիտի լինի այդ թագավորությունը, ասում է այն ժամանակ դա պիտի լինի, երբ որ ամբարիշտությունը կլրացնի, այսինքն կատարյալ ամբարիշտություն երկրի վրա կլինի, մեծ ամբարիշտություն, բղծություն, ապականությունը, չարությունը, երբ որ կզորանա, այդ վերջում այդ բանը կլինի։ Ընդ որում այս թագավորությունը, որ պիտի լինի, ասում է, 4-ից 1-ի միջից դուրս եկավ։ Եվ հասկացում է, որ դա այդ ռոմեական կայսրության տարածքին, ոնց որ ասած, տարածքից դուրս եկողն է, այսօրվա Եվրոմիությունն է կարելի ասել, այդպես է։ Եվ խոսում է նաև այդ խաբեությունը այդ տարբեր, ասենք ասած, ամբողջական որ վերցնենք շատ մեծ է, տարբեր բնագավառներ է իր մեջ ընդգրկում եւ տարբեր, ասենք ասած, գործեր, բայց մի բան ստեղ որ կարևորված է ու շեշտադրված է, ներկայացված է, ես կուզեմ դրա վրա ուշադրություն դարձնենք այդ խաբեությունը, որ ասում է իրենքը պետք է մտածի ու իր խելքով էլ հաջողի։
Այսինքն այդ խաբեությունը անցնի, ընդ որում համաշխարհային գլոբալ աշխարհի մակարդակով որոշակի եք դարձնում խոսեց առանձնացված աշխարհի մեջ, չէ, եւ հոգևորների մեջ, չէ, այդպես ասեց, սուրբերին եւ շատ զորավորներին, այդպես ասեց, փչացնի այդ խաբեությունով։ Եվ ես եթե հետ դառնանք 7-րդ գլխում, Դանիելը որ մի արդեն երազ տեսավ, այս առաջինը տեսիլք էր, որ ես պատմեցի, այսինքն սա հայտնության մի ձև է, որ Աստված տալիս է, որ մարդը տեսնում է։ Եվ կա հայտնության մեկ այլ ձև, որ Աստված որպես երազ է տալիս, որ մարդը երազով է տեսնում, իսկ նա հայտնապես տեսիլք է։ Եվ այստեղ ներկայացվում է 7-րդ գլխում ներկայացվում է ծովից դուրս եկող 4 գազաններ, այս էլ նույն բանը, նույն պատմությունը ինչ որտեղ ներկայացվում է այլ կերպ։ Ծովից դուրս եկող 4 գազաններ, մեկը մեկից սարսափելի։ Եվ ամեն գազանը ներկայացնում է պետություն կամ պետությունների խումբ, համակարգ, աշխարհակալ, որ ժամանակի մեջ մարդկության պատմության մեջ եղել են եւ կան, որ պետք է լինեն, այսպես կարելի ասել։ Եվ դրանցից 4-րդի համար, որ ներկայացում է շատ սարսափելի էր, մնացածներից ավելի, ասենք ասած, զորավոր ներկայացնում է, որ այդ 4-րդ գազանը, կուզեմ դրա մասին կարդամ, 7:23-ից 27-ում, 4-րդ գազանը 4-րդ թագավորությունն է լինելու երկրի վրա, որ տարբեր պիտի լինի բոլոր թագավորություններից, այսինքն սա առանձնահատուկ մի բան է լինելու։ Շատ ավելի sense հզոր, զորավոր, բարձր, ուժեղ, խորամանկ, իմաստուն, ասենք, եւ պիտի ուտե բոլոր երկիրը եւ նրան պիտի ոտնահարե ու փշրե։ Ամբողջ երկիրը պիտի ուտի, ոտնահարի, փշրի։ Եվ խոսում է, որ այդ 4-րդ գազանը, որ նկարագրվում է, ես չկարդացի, որովհետեւ ժամանակը կարճ է, դուք կարող եք 7-րդ գլուխը կարդալ։ Գազանի վրա կար 10 եղջյուրներ եւ խոսում է դրա մասին եւ ասում է եւ այն 10 եղջյուրներ այն թագավորության 10 թագավորներն են վեր կենալու եւ նրանից հետո մեկ ուրիշն է վեր կենալու եւ նա տարբեր է լինելու առաջիններից եւ նա 3 թագավոր է կործանելու եւ ասում է եւ բարձրալի դեմ խոսքեր է խոսելու տեսեք այս նախորդ օրինակ 3 թագավորությունների համար չի ասում որ նրանք ծրագրով մտածված պատերազմ են անելու բարձրալ Աստծո դեմ, Քրիստոսի դեմ, հավատքի դեմ, սուրբերի դեմ։ Դες բան չի ասում, պետությունն է աշխարհակալ, զորավոր, պետությունն է ուզում է ընդարձակվի, ուզում է տիրի, ուզում է հզոր երևա, ուզում է ղեկավարի, տարածքներ է գրավել, ժողովուրդներ են գրավել, ասենք ասած, մեծ իշխանության են հասել, բայց ոչ հավատքի հետ կապված ծրագիր են դրել, են 3-ը։ Այս 4-րդի համար ասում են, ինքը հավատքի հետ կապված ծրագիր է դրել, քրիստոնեության, այսինքն Աստծո սուրբերի, Աստծո դեմ պատերազմ ունի, բարձրալի դեմ էլ պատերազմ ունի, ոչ թե մենակ աշխարհի ժողովուրդների ու աշխարհ տիրելու, տիրապետելու իշխանություն գրավելու ծրագիր է դրել, այլ հավատացյալների մեջ էլ իշխելու ծրագիր է դրել, բարձրալին հաղթելու ծրագիր է դրել, Աստծո դեմ պատերազմ ունի։ Այս 4-րդը թե այս երազի մեջ, թե նախորդ տեսիլքի մեջ տեսանք 4-րդի համարը տենց է ասում, բայց նա 4 պետություններից այն 3-ի համար այդպիսի բան չի ասում։ Նրանք չեն կենտրոնացված Աստծո դեմ պատերազմ անելու, չէ, նրանք կենտրոնացված են աշխարհի մեջ իրենց իշխանությունը հաստատելու, տիրելու մարդկության վրա, հարստանալու, զորավոր լինելու, հիմնականում ավելին այտենց։ Հատկապես այտենց հավատքի դեմ պատերազմ չունեն։ Իսկ այս 4-րդի համար ասում է եւ այն ինչ անեմ, ընդեղ էլ ասեց, որ պիտի պատերազմի, զորած փառած իշխանը բարձրանա, զորքերի տերը պատերազմի նրա դեմ։ Այստեղ էլ ասում, բարձրալի դեմ է խոսալու։ Արդեն խոսալու է, հակառակվելու է, այսինքն բարձրալի դեմ խոսալու ուղղակի հենց այնպես խոսալ չէ, շարքմա ծրագրով գործել։ Ծրագրով Աստծո դեմ գործել, Աստծո դեմ պատերազմել։ Մեկը կարող է մտածի Եթե Աստված երկնքում ասենք ասած, թեկուզ Աստված ամենուրեք է, բայց այնի ֆիզիկական նյութեղեն չի, որ ինչպես սովորական աշխարհի մեջ էր պատերազմ, բարձրալի դեմ էլ կարա պատերազմի, բարձր հոգևոր ճանապարհներով, հոգևոր զենքերով, հոգևոր միջոցներով Աստծո դեմ պատերազմը պիտի լինի։ Հետո նաև Աստծո ասենք ասած թագավորությունը ներկայացնող իր ժողովրդի դեմ պիտի պատերազմի։ Այսինքն այս 4 թագավորությունը հատկապես կենտրոնացված է նաև իրանք ծրագիր է դնում, իր ծրագրերի մեջ միայն աշխարհը չի, ասենք ասած
ընդգրկում, այլ իր ծրագրերի մեջ ուզում է ընդգրկած լինի նաև հոգևոր աշխարհը, այնտեղ էլ տիրապետի ու թագավորի։ Դրա համար Աստծո դեմ, այնտեղ որ Աստված է թագավորում, կարծես թե սենց ինքը թագավորի։ Դա սատանայի ծրագիրն է, գիտեք։ Ի սկզբանե սատանան էդ էր, որ ապստամբեց դառավ սատանա, այսինքն հակառակորդ, նրա միտքը էդ էր։ Աստծո տեղը նստի, Աստծոց պաշտվի, Աստված երկրպագվի։ Աստծուն ուզում է հաղթի, ինքը պատերազմի մեջ է Աստծո հետ, որ Աստծուն հաղթի, Աստծո պատվի արժանանա։ Այս թագավորությունները սատանայական, դիվական թագավորությունն է նույն ծրագրով գործող, բարձրալի դեմ գործող, խոսող, այսինքն նրա բանը, ուշադրություն դարձրեք, նրա հիմնական աշխատանքը խոսքն էր։ Նրա բարձրալի դեմ որ աշխատում էր խոսքն էր։ Աշխարհի մեջ կարա, այսինքն խոսք, աշխարհի մեջ կարա իշխանություն կիրառի, զորություն կիրառի, ուժ կիրառի, չկարնան դեմը կանգնեն, այս պետությունը գրավի, այն պետության իշխանությանը փոխի, սրան իր բանը ենթակայության մեջ գցի, բայց հոգևոր դաշտում հիմնականում ավելին իշնա խոսում էր բարձրալի դեմ, խոսքեր էր խոսում եւ բարձրալի սուրբերին հարստահարելու, այսինքն ծրագիր է դնում, որ Աստծո սուրբերին հարստահարի։ Այսինքն հարստահարել ինչ է նշանակում թալանի, հարստությունից զրկի։ Աստծո սուրբերի հարստությունը ի՞նչն է, Քրիստոսի Աստծո տված, ոնց որ ասած, Քրիստոսով ունեցածն է։ Ոչ թե աշխարհի մեջ տուն ունենք, կով ունենք, անասուն ունենք, ֆերմա ունենք կամ չգիտեմ այգի ունենք, էդ է մեր հարստությունը, վայ մեզի որ մեծ է մեր հարստությունը։ Աստծո սուրբերի հարստությունը հավիտենական կյանքն է, երկինքի արքայության մեջ բաժին ունենալն է, այն հավատքն է, որ Հիսուս Քրիստոսի վրա ունեն, որ այդ հավատքով նրանք կարող են հավիտենական բարիքների տեր դառնալ, Աստծո ժառանգորդներ են, Աստծո որդիներ են, այդ հավատքը հանեց, հարստահարված է, այդ հավատքը հանեց, ոչինչ չունես, Աստծո հարստությունից, Աստծո խոստումներից ոչինչ չունես, եթե հանկարծ զրկվեցիր, հրաժարվեցիր քո հավատքից, որ Քրիստոս Հիսուսի վրա ունես։ Հիսուսի հավատքը ավելի մեծ բան է, ավելի թանկ բան է, քան աշխարհի բոլոր հարստություններն ու թագավորությունները միասին վերցրած։ Այդ հավատքով դու կարողանում ես ձեռք բերել ավելի մեծ բաներ, քան այդ նշվածները։ Եվ հարստահարել նշանակում է զրկել, այո, այդ ճշմարտության հավատքից։ Այդ հավատքից զրկեցիր, զրկվում ես այդ խոստումներից, որ ապագայում քեզ անպայման պիտի լինի։ Հավիտենական կյանք իր բոլոր լիությունով ու ճոխությունով, Աստծո ժառանգորդ, Աստծո որդի, փառք, իշխանություն, դիրք, պատիվ, թագավորություն, այսի խոստացված է Քրիստոսին հավատացողների համար։ Այո, հարստահարել սրա մեջ մտնում է։ Նա աշխատանք պիտի տանի, խոսի, այսինքն թեմաներ պիտի տա, վարդապետություններ պիտի մշակի, սուտ ուսուցումներ պիտի իրականացնի, որ հարստահարի, որ կտրի Աստծուց, եւ ասում է, եւ խորելու է, որ ժամանակներն ու օրենքները փոխե, եւ նրանք պիտի նրա ձեռքը տրվեն մինչեւ մի ժամանակ, երկու ժամանակ եւ կես ժամանակ։ Տեսեք, խորհելու է, այսինքն ծրագիր է դրելու, մտածելու է, ծրագրված գործելու է։ Ինչն է այս ծրագրի, ասենց ասած, նպատակակետը։ Ինքը ուզում է, որպեսզի ժամանակները փոխի եւ օրենքները փոխի։ Եղածը, որ կա, փոխի։ Հասկանում ես, փոխելով ինչ պիտի անի, ինչն է փոխ, նայ ուշադրություն դարձեք։ Խոսում էր իր իշխանություն ստանալու մասին։ Ինքը պիտի այնենց օրենքներ դնի, որ ասենց ասած իրան իշխանություն ապահովի։ Իր ուզածը իրականանա, ժամանակները փոխվեն։ Ընդ որում ասում է, դա պիտի իրականացնի ու գա հասնի մի պահի, որ իրոք ինքը իր ուզածին հասած պիտի լինի։ Իրոք պիտի փոխի։ Ծրագիրը դնելու է, գործելու է, բայց հասնելու է նաև։ Ու ասում է, այդ լավագույն ժամանակը, հասած ժամանակը, ասենք ասած արդեն ձեռք բերված իր ծրագիրը, որպես ծրագրի նպատակին հասած ժամանակը լինելու է մի տարի, մի ժամանակ, երկու ժամանակ եւ կես ժամանակ։ Ժամանակը դա տարին է։ Այո, մացեք ստեղ։ Որ բանանեք կտեսնեք, որ շատ տեղերում այդպես է։ 3.5 տարի։ Ընդ որում այդ 3.5 տարին էլ 3 մասից է առանձնացված։ Մի տարի, հետո առանցին 2 տարի եւ հետո առանցին կես տարի։ Դրանք ամեն մեկը պատահական չի, որ 3.5 չի ասում ընդհանուր, օրինակ նախորդ
տեսիլքում ասեց ինչքան կտևի այդ, չէ՞, մշտնջենական զոհը վերցնելու եւ ավերածի պղծությունը դնելու եւ թիվ ասեց։ Այդտեղ առանձնացված մասերի բաժանեց, ասում ես ամեն առանձնացված մասում մի հատուկ իր, ասած, կարևոր բանը ունի, որ մի տարում ինչ-որ մի բան կա կարևորված առանձնացված, որ այդ մի տարին առանձնացվել է, 2 տարում ինչ ուրիշ բան, կեսում էլ մեկ ուրիշ բան։ Բայց ընդհանուր 3.5 տարի է հաջողվելու։ Բայց սրա վրա ուշադրություն դասիկ, ասում եմ, օրենքները պիտի փոխեն, ժամանակները պիտի փոխվի։ Չեմ ուզում այդ ժամանակները փոխելու վրա, որ դրանք իրար հետ որոշ կապված են, բայց ընդհանուր վերցրած տարբեր բաներ են, օրենքները պիտի մտածի խորի փոխելու։ Նա Բարձրալի դեմ է գործելու, բարձրալի սուրբերի դեմ է գործելու, բարձրալի սուրբերին հարստահարելու է, բայց այդ հարստահարելու այդ գործի մեջ սա է մտնում, օրենքները փոխել։ Նախորդ տեսիլքի մեջ ասում էր նրա ձեռով, չէ, նրա խելքով ինչ պիտի խաբեությունը ինչ անի հաջողվի, այսինքն համաշխարհային մի հատ խաբեություն պիտի իրականացնի ու հաջողվի։ Եվ այսօրվա այդ խաբեության, համաշխարհային խաբեության մի մասը այո կազմում նաև, որ նորից եմ ասում, ընդգրկում է եւ աշխարհը ամբողջ մարդկությունը, պետությունն, երկրներ, ժողովուրդներ, ընդգրկում է նաև հոգևոր աշխարհը, որ դրա վրա էլ է աշխատում ինքը։ Չեմ ասում կատարյալ 100% հաջողության հասնում, չէ, որ կարդում ենք, տեսնում ենք չի հասնում, սուրբերի ժողովուրդ կա, որ հավատարիմ է մնում, բայց շատ-շատերը բան են անում, կուլ են գնում, այդ խաբեությունով խաբվում են, այդ մոլորությունը ընդունում են, Թեսաղոնիկեցիս թղթում ասում է զորավոր մոլորություն։ Տերն էլ ասում էր, որ կարող լիներ, ինչ կաներ, ընտրյալներին էլ պետք է մոլորեցներ, բայց այդ ընտրյալներին օգնողը, որ չմոլորվեն, Տերն է։ Քանի որ Տիրոջը հավատարիմ մնացին, Տերն էլ իրաց պիտի պահի, գրված է, օրինակ Հայտնության 3-րդ գլուխ 17-րդ խոսքում, որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ պիտի պահեմ այն փորձության ժամիցը, որ պիտի գա բոլոր երկիրը, բոլոր երկրի մարդկանց փորձելու։ Ես էլ քեզ պիտի պահեմ, այո։ Եվ այդ խաբեության մեջ մտնում է օրենքներ փոխելը։ Ու տեսնում ենք, որ ուշադրություն դարձեք։ Եթե ուզում մարդիկ կարող մտածեն, էսի տնած երբ է լինելու, էսի հիմա է արդեն լինում։ Շուտով կհայտնվի, կբացահայտվի նաև ները, նոր ասեցինք, որ իր համար աշխատելու են։ Ինքը չի գալու, որ ինչ-որ բաներ կարգավորի, ինքը գալու է պատրաստված, իր համար գործող այդ գազան կոչվածը եւ այդ թագավորն է, այդ անձն է, գազան կոչվածը խոսել ենք եւ նրա համար գործող այդ պետությունների, թագավորությունների միաբանությունն է, համակարգն է։ Այդ համակարգը գործում է։ Այսօր աշխարհի մեջ կա, չէ, գլոբալիզացիա կոչված է։ Այդ գլոբալիզացիան այդ գազանի համակարգի ծրագիրն է։ Հենց այդ խաբեության մի մասն է։ Ինչքան մասը չգիտեմ, բայց այդ մի մասն է։ Այդ գլոբալիզացիան տեսնում եք, sense չէ, որ աշխարհի մեջ միշտ համաշխարհային օրենքներ են եղել, համաշխարհային կառույցներ են եղել, համաշխարհային դատարաններ են եղել, համաշխարհային, ես չգիտեմ, ինչ որ բաներ են եղել, առողջապահական ինստիտուտներ կամ չէ։ Չէ, ամեն պետություն իր համար օրենք է ունեցել, չէ, իր ասենք իրավական կառույցներն է ունեցել, դատական կառույցներն է, ամեն պետություն իր համար օրենք է դրել, իր կառույցները ունի։ Անկախ, բայց եկավ մի պահ, հիմա որ նայում ես, համաշխարհային, այդ դեմոկրատիա կոչվածը այդ է, այսինքն ընդհանուր մի, ասենք ասած, օրենքների փաթեթ է, օրենքների ամբողջությունն է, որ խեղդելով ստիպում է, որ պետությունների մեջ դա մտնի։ Դրա մեջ մտնում է, ասենք, ընտրության կարգը, դրա մեջ մտնում է ամենագլխավոր իրանց բաները մարդու, լսած կլնեք, մարդու իրավունքները եւ ազատություններ, լսած կլնեք երևի։ Երեխայի իրավունք, չէ, ծնողի իրավունք, ես չգիտեմ, միասեռականի իրավունք, փոքրամասնությունների իրավունք եւ այլը տարբեր բաներ։ Դրա մեջ մտնում է այդ օրենքները եւ այդ օրենքները կամ տարբեր տեսակ կոնվենցիաներ են մշակել, այսինքն կոնվենցիաներ դրանք ոնց որ էլի օրենքների փաթեթ կոնկրետ ինչ որ բնագավառում, օրինակ սեռական դասիրակության կոնվենցիա կա։ Լանզերոտի կոնվենցիան Հայաստանը ընդունեց, որպես դրա արդյունք այսօր դպրոցներում ամսում են առողջ ապրելակերպ կոչվածը, որի մի մասը, որովհետեւ պետք է քողարկեն, որի մի մասը պիղծ կեղտոտ թեմաներ են, սեռական բան։ Դա համաշխարհային է, դա Հայաստանինը չի։ Դա Հայաստանը ուղղակի դրածով վերցնում ընդունում է։ Ուտես լիքը օրենքներ։ Ստամբուլյան կոնվենցիա, որ նորից այդտեղ չար օրենքներ կան։
տարբեր տեսակ մշակված օրենքներ, որ ամբողջականացվել է եւ դա կազմա գլոբալիզացիան, դեմոկրատիան, ժողովրդավարություն այդ խաբեությունն է։ Այդ ստությունն է։ Աշխարհի մեջ նա այդ ձևով ինչ անում, պետություններին ստիպում է իր օրենքները դնի։ Հենց որում հասել է նրան այսօր կենտրոնը գիտենք որտեղ է։ Կենտրոնը Եվրոպան է, իր Ամերիկայի հետ միասին։ Ընդեղից է այս ամեն պղծությունը գալիս։ Այն մեծ, որ Սուրբ Գրքում հայտության թղթում գրված է մեծ պոռնիկը, Բաբելոնի, չեմ ասել այդ քաղաքի մասին, որի կներեք տենց է գրված, պետք է ասեմ, ոնց որ Սուրբ Գիրքն ասում, պոռնկության գինուց հարբեցին բոլոր ազգերը, այսինքն դա կեղտոտության, պղծության, չար, հակաաստվածային, մեղքին ազատություն տվող այդ օրենքները տարածեց բոլոր ազգերի մեջ։ Գլոբալիզացիան էս է, մեկ օրենք, մեկ տեսակ օրենք, իր ուզած օրենքները, իր ուզած դրվածները, իր ուզած բարոյական նորմերը, իր ուզած կյանքի sense ապրելակերպի նորմերը։ Եվ դա տարբեր բնագավառներում մտցնում է։ Մենակ ընդ որում այդ բանը չի։ Եվ կամ թեկուս այսպես տեսնենք, որ ասացինք համաշխարհային կառույցներ են, չէ՞, դրանք հենց այո, այդ են։ Ընդ որում նորից եմ ասում, հասել է նրան, որ հիմնականում սենց է, այն պետությունները, որոնք իրենց սահմանադրության մեջ հանկարծ չեն ֆիքսի այս դրույթը, որ միջազգային օրենքները ավելի բարձր կարգի օրենքներ են, քան տեղի պետության մեջ գործող օրենքներ, դրանք համարվում են ոչ դեմոկրատ, ոչ ժողովրդավար, դրանց հետ սանկցիաներ են կիրառում, դրանց հետ վատ են վարվում, այսինքն գիտեք ինչա, ինչ այդ սահմանադրության այդ կետը ինչա ցույց տալիս։ Եթե դրսի օրենք կա, համաշխարհային օրենք է, եւ գա քո ներքին պետական օրենքը, եթե դրանք հանկարծ ինչ-որ հարցով հակասության մեջ մտան, գործում է դրսի օրենքը, գործում է համաշխարհային օրենքը։ Հայաստանի սահմանադրության մեջ այդպես գրած է։ Ուրիշ լիքը պետություններ կան, որ այդպես գրած են, այսինքն համաշխարհային օրենքը գերադաս է, քան ներքին պետական օրենքը։ Պետությանը օրենքը եթե մի բան թույլ չի տալիս, բայց եթե համաշխարհայինը թույլ է տալիս այդ գլոբալիզացիան, այդ ժողովրդավարական իբր թե օրենքը, վերջ պետք է ինի անցնի։ Քո պետության օրենքը 0։ Այսինքն իրոք տիրում է, իշխում է, օրենքները փոխվում են, տեսնում են, կեղտոտ պիղծ օրենքներ, չար օրենքներ։ Երեխեքի հետ կապված, մատնիչ դավաճան սարքելու, ծնողնին մատնելու, ծնողին նրա զրկելու, որպեսզի ծնողը չկարողանա իր երեխեքին ճիշտ դաստիարակություն տա, ճիշտ խնամ տանի։ Ճիշտ, ասած գործ կատարի, որ երեխեն սանձարձակ չմեծանա, չէ, սանձում են, արգելում են, հանում են այդ բարի օրենքները լրիվ։ Ու դա մեր մեջ չի մենակ Հայաստանում չի, այստեղ չի, ամբողջ աշխարհի մեջ է։ Այդ ժողովրդավարությունը հենց գլոբալիզացիան է, դեմոկրատիա կամ հայերեն ժողովրդավարություն, դեմոս, դա ժողովուրդ է կոչվում։ Դա երկրի մեջ, աշխարհի մեջ։ Մենակ այդտեղ չի իհարկե, տեսնում եք, մշակույթի մեջ, գրականության մեջ, 1940 քանի թվականներից Ալեն Դալասի բանը կա, զեկույցը կա, հայտնի է դա, որ ինքը ներկայացնում է, թե ինչ պիտի արվի, որպեսզի աշխարհով մեկ այդ պիղծ կեղտոտ չափանիշները հաստատվեն, օրենքները հաստատվեն, օրենքները փոխվեն։ Եթե գրականությունը օրինակի համար, ժամանակին մենք գրականությունը կարդում ենք, խրախուսում էր օրինակ հայրենասիրությունը, չէ, մարդասիրությունը, ծնողասիրությունը եւ այլը, հիմիկվա գրականությունը պղծություն, կեղտոտություն, չարությունն է բանանում։ Դա պատահական չի, 40-ական թվականներից դրանից առաջ էլ մտածվել է այդ խորհուրդը, որ մտցնեն։ Սուր կեղտոտ այն լավ գրականությունը, որ կա մեր դասականները, որ լուրջ նենց ասած արժեքներ են իրանք բարձրացնում իրանք գրականության միջոցով, հանվում է։ Ժամանակակից գրողներ են մտնում, ժամանակակից գրողներն էլ կարդում ես պղծություն ու չարություն են ու Աստծո դեմ են։ Հիսուսին անարգող, բացարձակ դասագրքի մեջ դպրոցական Հիսուսին անարգող թեմաներ է։ Օրենքները փոխում են։ Այդպես է։ Բայց այսքան շատ խոսացինք երկրի վրա եղած օրենքների մասին, ժողովրդի մարդկության, բայց այդ օրենքների փոփոխություն նաև եկեղեցիների մեջ է։ Նա գործում է նաև ասում է Աստծո դեմ, Բարձրյալի դեմ ինչ խոսքեր պիտի խոսի ու ասում է պիտի խորի օրենքները, չէ, փոխել, այո։ Նա գործելու է, մի բան է, մտածելու է եւ գործելու է, որ Աստծո օրենքը եկեղեցուց դուրս գա։ Օրենքները փոխվեն եկեղեցու մեջ, այն ինչ որ Աստծուց է դրված, որտեղ այդ օրենքները արդեն աշխարհից չեն, պետությունների օրենքներ չեն։ Աստված իր պետությունը ունի, իր ժողովուրդն ունի,
իր եկեղեցին ունի, այնտեղ իր, ասենց ասած, իրավունքներն ու օրենքները կան եւ նաեւ դրանցով նաեւ տարածում է աշխարհի մեջ իհարկե։ Աստծո սուրբ, բարի, ճշմարիտ օրենքները պիտի փոխվի։ Այդպես է։ Եվ որ ուշադրություն եք դարձնում, որ նայեք, տեսնեք, որ այս վերջի ժամանակներում այո, ոնց որ անցած անգամ Միլազ աղբեն ասեց, եկեղեցիների մեջ իհարկե ոչ թե մի քանի տարվա է, այլ ասել մի քանի տասնյակ տարվա հերվից են գործել։ Այս ժամանակ ավելի այդքան չէինք հասկանում, թեպետ չենք ընդունել, բայց այդքան խորը չէինք հասկանում սրա չարության մեծությունը։ Այս խմորումն է այդում, խմորվում են, այսինքն ոնց որ միտեղ մի հատ թաթ խմոր դնես, ամբողջ եկեղեցիները կամաց դրան գան։ Այդ ամեն ինչ արվում է, որ Աստծո օրենքը, Աստծո սուրբ օրենքը, որ մեղքի դեմ կանգնող օրենքն է, մեղքին բացահայտող, մեղքի հանդիմանություն ստեղծող, Հիսուսին տանող, այդ սուրբ օրենքը ավերնորդ անպետք անարգված լինի եկեղեցիների մեջ։ Եվ դուք գիտեք, շատ ենք այս վերջերս խոսացել, օրենքի տակ չենք, այլ շնորհքի տակ ենք վարդապետությունը, որ սխալ ձևով մեկնաբանվում է, բերում է նրան, որ իբր թե երբ որ դու Քրիստոսին դառար, օրենքը քեզ պետք չի, Աստծո օրենքը պետք չի։ Ոնց պետք չի, եթե Հիսուսը գալիս է քեզ Աստծո օրենքով քննի, ասում է ինձանից հեռու գնացեք ով անիրավություններ գործողներ։ Էդի փոխենք, ոչ թե մենք ենք փոխում, Սուրբ Գիրքն ասում, ամեն անիրավություն նաև ինչա անօրենություն է, ով անօրենություն գործողներ, այսինքն օրենք չկատարողներ։ Այդ որ պետք չի, բախի է Հիսուսը գալիս է օրենքով քննում ու ոմանց մերժում, որովհետև օրենքը չկատարեցին։ Եվ այո, այդ բաները որ կան, ասենք այդ վարդապետությունները, օրենքները, օրենքը, Աստծո օրենքը հանելու նույն կոնտեքստի մեջ է, նույն ընդհանուր ծրագրի մեջ է, օրենքները փոխվի աշխարհի, փոխի աշխարհի մեջ, այսինքն երբ որ փոխում է օրենքը, ուշադրություն դարձեք աշխարհի մեջ, որտեղ որ փոխեց, այդտեղ ինքն է թագավորում։ Այն երկրները, որոնք այդ գլոբալիզացիոն ծրագրերը ընդունել են, այդ համակարգ, ասենք ասած, այդ օրենքների փաթեթը տարբեր բնագավառում ընտրություններ, էսեն, ինչ որ դատական համակարգ էսես, եւ ինչպես ասեցի, մարդու իրավունքներ, ազատություններ, նրանք էլ ինքնիշխան չեն։ Նրանք էլ ինքնուրույն չեն։ Հա իրենց սահմանադրության գրեն ինքնիշխան, այսպես, բայց չեն։ Նրանք ղեկավարվում են, նրանց օրենքները ուրիշ տեղից է դրված, ովքեր ուզեցել են այդ ժողովրդի մեջ, այդ երկրի մեջ իրանց ուզած կարգ ու կանոնները դնեն ու ղեկավարեն, իրանք արդեն դրել են։ Սրանք էլ ուղղակի ծառաներ են դրանց։ Նմանապես նույն ձևի ժողովուրդ ջան, այն եկեղեցիները, որտեղ որ այդ օրենքներն են մտնում, այդ ավելի ճիշտ այդ գործը ընդունվում է, այսինքն անարգվում է Աստծո օրենքը տարբեր պատճառներով։ Մարդիկ քրիստոնյան էլ հաշիվ չի տալիս օրենք Աստծո օրենքի հետ։ Սուրբ օրենքի հետ, որ պահանջում է ճիշտ ապրի, բարի ապրի, սխալից հեռու մնա, հաշիվ չի տալիս, ինքը հանգիստ մեղքելա գործում չարությունալ, այսինքն ինքը նրանք ընկան հենց այդ օրենքը, այդ գործով ծրագիր կազմողների իշխանության տակ, էլ Աստծո իշխանության տակ չեն։ Նրանք էլ Աստծո ժողովուրդ չեն, Աստծուն չեն հնազանդվում։ Նրանց մեջ Աստծո օրենքները չի, Աստծո առաջնորդություններն ու դրվածները չի, Աստծո թագավորությունը շարքվում է Աստծո ուզածով, բայց հիմա արդեն Աստծո ուզածով չի։ Նրանք, ովքեր որ ընդունել են այդ չար վարդապետությունները եւ իրանց ժողովրդի միջից հանել են օրենքի նկատմամբ վախը, ակնածանքը, սերը, օրենքի վրա մտածելն ու կատարելը, հանել են այդ իրանց կյանքում։ Նրանք իմացեք, կամ հասկանալով նրանց առաջնորդները հատկապես, կամ չհասկանալով գուցե, մոլորված լինելով, արդեն բանի իշխանության տակ են, սատանա իշխանության տակ են, այդ գազանի իշխանության տակ են, գազան ընդեղ իր իշխանությունը հաստատել է։ Դրանցից պիտի հեռու փախնենք, դրանց պիտի անուններով ասենք, դրանք ուխտազանցներ են։ Դանիել 11-րդ գլխում հենց այդպես էլ ասում է 30 խոսքը կարդացեք, խոսում է այդ նույն թագավորի մասին, ներկայացնում է, որ ինքը համաշխարհային գործեր է անում, մի գործ արեց չհաջողվեց, հասկացավ, որ խնդրեմ կա, ասում է, բարկացած հետ դառավ, Սուրբ ուխտի դեմ սկսեց գործել, Սուրբ ուխտի դեմ, այսինքն Հիսուսի դեմ, Հիսուսով հաստատված ուխտի դեմ, Տիրոջ ժողովրդի դեմ, գործեց, եւ ինչ ասում է, հետո հետ դառավ, ուշ դարձրեց, ուշադրություն դարձրեց Սուրբ ուխտը թողողների վրա, այսինքն այդ գործը մի հատ այնպես գործ էր, որով մարդիկ ուխտը թողեցին, ուխտազանց եղան,
Գազանի այդ ծրագիրը դրվեց, Գազանի կողմից այդ թակավորի, պիղծ թակավորի ների կողմից ծրագիրը դրվեց, որ ինչ արվի, ուխտազանց արվի, մի հատ գործ կատարեց, մի հատ թեմա տվեց, վարդապետություններ տվեց, տեղից հասկացում որ հենց այտենց է։ Եվ հետո նա այս տեսավ ով ընդունում, ով ընդունեց իր ձեռը վերցրեց, սկսեց նրանցով գործել։ Ու նրանցով ասма բազուկներ դառան, մտավ եկբան, սրբարան, պղծեց սրբարանը առաջի քայլ, երկրորդը մշտնջենական զոհ հանեց եւ նրա տեղը դրեց ավերածի պղծությունը։ Ուխտազանցներ են։ Նրանք ովքեր այդ վարդապետությունը ընդունել են, թե ժողովուրդ, թե առաջնորդներ, ուխտազանցներ են, ժողովուրդ ջան։ Նրանք արդեն սատանա իշխանության տակ են, արդեն Գազանը նրանց մեջ իշխանություն ունի։ Այդ թեմաները, վարդապետությունները, որ եկել են, պատահական տեղից չեն եկել, այդ շնորհքի տակ ենք, բայց բանի, օրենքի տակ չենք, օրենքը մերժում են։ Դրանք եկել են, կասեմ էլի թեմաների իհարկե։ Դրանք եկել են նույն կենտրոնից, այն կենտրոնը, որ կառուցում է, կազմակերպում է, համակարգված գործում է, մտածում ու ծրագրված աշխարհի մեջ գլոբալիզացիան է տարածում, ասենք պետական պետությունների համար, այդ կենտրոնը գործում է եկեղեցիների համար։ Այտենց էլ գրված է Սուրբ գրքում։ Եվ մի մեծ զորք տրվեցավ, ասում է, մշտնջենական զոհի դեմ ամբարիշտություն անելու։ Այսինքն մի հատ զորք կազմվեց ուխտազանցներից, ընկած հավատացյալներից, որտեղ անհավատները չեն կարա հավատքի ժողովրդի մեջ իրանց ինչ-որ մի բան անել։ Շատ կարան նեղեն, բայց այդ նեղությունը հալածանքը սպանելը այդքան օգուտ չի տվել, պատմությունը ցույց է տվել։ Բայց բանը մոլորությունը, այսինքն սուտ վարդապետությունը շատ վտանգավոր է, քան են հալածանքը սպանելը։ Եվ դրանք ընկած ուխտազանց հավատացյալներն են, պիտի ները հավաքի այդ համակարգը, Գազանյան համակարգը դրանց հավաքի, դրանց միջոցով ոնց որ զոր կազմի, ասում մեծ զորք, ու պիտի դրանք հարձակվեն Տիրոջ ժողովրդի վրա, մշտնջենական զոհի վրա, մշտնջենական զոհ հանելու համար։ Այդպես գրված է։ Ժողովուրդ ջան, այսինքն այդպես է, դրա համար փոքր բան չի, կարող մենք խոսում ենք, շատ ենք խոսում, այս վերջերս ավելի շատ ենք խոսում, ոմանք էլ գուցե հոգնել են, ասեն դե զզվեցինք էլի, գուցե մարդիկ կան, հոգնանք այս թեման խոսելը, բայց էսի կյանքի հարց է։ Ուշադրություն դարձեք, մի բան հիշեք, Եբրայեցիս 8-րդ գլխում Տիրոջ խոսքը այսպես է ասում։ Տերը ասում է հետևյալը, այսինքն Ապոռողոս Առաքյալը որպես Տիրոջ խոսք ներկայացնում է։ Ցիտում է ավելի ճիշտ, Պողոսի խոսքն էլ է չի։ Հենց Աստծո խոսքն է, որ 5 ուխտում կա։ Պողոսը ներկայացնում է 5 ուխտում, որ Տերը արդեն խոսել էր ժողովրդի հետ, այն ժողովրդի հետ, որի հետ ուխտ էր կապել, որը կոչվում էր հին ուխտ։ Ասում է, ես քանդում եմ իմ ուխտը, քո հետ որ կապել եմ։ Ու նոր ուխտ եմ հաստատում։ Ես կուզեմ այդ համարը կարդամ ձեզ համար։ Եբրայեցիս 8-րդ գլխում 8-րդ խոսքից։ Վասզի նրանց հանդիմանելով ասում է Տերը, որ ես նոր ուխտ ահա օրեր կգան, ասում է Տերը, որ ես նոր ուխտ կկապեմ Իսրայելի տան եւ Հուդայի տան հետ, ոչ թե այն ուխտի պես, որ նրանց հայրերի հետ արի, այն օրորումը, որ նրանց ձեռքից բռնեցի Եգիպտացիների երկրից հանելու համար, որտեղ նրանք չմնացին իմ ուխտի մեջ, եւ ես էլ անփույթ եղա նրանց համար։ Ասում է Տերը, որտեղ սա է այն ուխտը, որ կդնեմ Իսրայելի տան հետ, այս օրերից հետո ասում է Տերը, ես կտամ իմ օրենքները նրանց մտքի մեջ եւ նրանց սրտի վրա կգրեմ նրանք, եւ նրանց կլինեմ Աստված, եւ նրանք կլինեն ինձ ժողովուրդ։ Եվ նրանց ամեն մեկը չի սովորեցնի ինքերին եւ ոչ էլ ամեն մեկը իր եղբորը եւ ասի ճանաչիր Տիրոջը, որովհետեւ ամենքն էլ կճանաչեն ինձ, նրանց փոքրերից մինչեւ մեծը, որտեղ նրանց անօրենությունները ներող կլինեմ եւ նրանց մեղքերն ու նրանց անօրենությունները այլևս չեմ հիշի։ Ուրեմն տեսնում եք, կար հին ուխտ, հաստատվեց նոր ուխտ։ Ինչու հաստատվեց նոր ուխտը, որովհետեւ հին ուխտը, ասենց ասած, իր գործը այսպես ասած հին ուխտը քանդվեց։ Ինչպես ինչ պատճառ եղավ որ Աստված քանդեց հին ուխտը, պարզ ասում է, որտեղ դուք չմնացիք իմ ուխտի մեջ։ Երբ որ հին կտակարանը կարդում եք, ասենք հին ուխտի ժողովրդի հետ Աստված որ խոսում է, ջղայնացած բարկանում է, էս է թվարկում։ Ինչ է նշանակում չմնացիք իմ ուխտի մեջ։ Իմ օրենքները չպահեցիք, ասում է։ Այդ ժողովուրդը նորից զոհեր տանում անում էին, լավ իմացեք, զոհերի կարգ ու կանոնները լավ էր պաշտպանում էին, բայց ի՞նչն էր, որ Տերը ասում է քանդվում է, որովհետև ուխտը դուք չեք պահում։ Էս է իմ արդարության, սրբության են
բարի օրենքները չեք կատարում։ Ասում գնում եք կռապաշտություն եք անում, գնում եք խափում եք, սուտ եք խոսում, սպանում եք, մեկը մեկիդ չար աշկով եք նայում, ցանկանում եք, թվարկում է Տերը։ Այսինքն օրենքի կետերը թվարկում է, ասում քանդել եք, խախտել եք ու չեք էլ ուզում վերադառնաք։ Դե որ դուք այդպես գտնվեցիք, ստեղ ասում ես էլ պիտի դուք քանդեցիք, ես էլ պիտի քանդեմ։ Այսինքն օրենքը չկատարելու պատճառով քանդվեց հին ուխտը։ Նոր ուխտը ինչի համար հաստատվեց, նայեք, նոր ուխտն էլ հաստատվեց օրենքը կատարելու համար։ Այսինքն մի ուխտ, որով կարաս կատարես օրենքը։ Օրենքը այնքան կարևոր է, որտեղ սրբության հարցը, Աստծուն ճանաչողը չի կարող ասի, օրենքը մեզ պետք չի։ Աստված սուրբ Աստված է, բայց սրբության չափանիշը ո՞րն է, ո՞նց իմանաս, էսի սուրբա թե մեղավորություն է։ Օրենքն է ցույց տալում։ Գողացար ասում է մեղավոր ես, չգողացար ասում է մաքուր ես։ Ու սուրբ Աստված մի կողմ պետք է դնի օրենքը, դες բան գոյություն չունի։ Հակառակ նոր ուխտ է հաստատել, ոչ թե այդ նոր ուխտով մի կողմ է դնում օրենքը, շպրտում ասում է, պետք չի, ինչպես այսօր ոմանք ասում են, թե պետք չի։ Այդ օրենք կարգ ու կանոնները սրբության պահանջները, չէ, ասում է, անենց օրենք ուխտ եմ կապում, որ այդ օրենքը ոչ թե գրքի վրա գրած լինի կամ միտեղ գրած որ կարդաս, քո սրտի մեջ, ասում է, ձեր սրտի ու ձեր ինչի մտքի մեջ պիտի դնեմ։ Ես մի հատ անենց ուխտ եմ կապելու, որ այդ ուխտով հնարավորություն է տրվելու, այն մեջ չկար այդ հնարավորությունը, բայց Հիսուս Քրիստոսի խաչի գործը այդ հնարավորություն տալիս է, մեզ տալիս է մի հատ անենց բնություն, որ մեր սրտի մեջ է գրվածնելու ուխտի պահանջները։ Մենք մեր մտքի մեջ է լինելու, ասում է, որ չմոռանաս, որ չկորցնես, որ հավիտյան քո հետ լինի, իսկ սրանք ասում են մեզի պետք չի։ Ոնց կարա տենց լինի։ Երկրորդը, նոր ուխտի ժողովուրդը ուշադրություն դարձրեք։ Դրանք այն ժողովուրդն են, որ ես ասած իրաց կյանքում կա, այսինքն ոնց որ ինքը ասեց, ես իմ օրենքները պիտի դրեմ ձեր սրտի մեջ, գրեմ ու ձեր մտքի մեջ։ Ով ունի իր Աստծո օրենքները իր սրտի մեջ, մտքի մեջ, նա նոր ուխտի ժողովուրդ է։ Ով չունի, նա նոր ուխտի ժողովուրդ չի։ Կամ ով ունեցել է ու ժամանակին հիմա արդեն այդ խաբեբաներին լսելով թողել է, նա ուխտազանց է, այսինքն նա երկրորդ նոր ուխտը զանց է արի արդեն։ Որտեվ այդ ուխտի պայմանի մեջ ես կա, ես դնելու եմ քո սրտի մեջ, դու էլ պահելու ես։ Ես դրել եմ քո սրտի մեջ, շատերին Տերը պետք է ասի, այո, մարդիկան իրոք վերստին ծնվել են, այդ ուխտը իրանց սրտերի մեջ եղել է, բայց հիմա որ ընդունել են այդ կեղտոտ վարդապետությունները, այդ մոլորությունները, իրանք թողել են, իրանք հրաժարվել են, իրանք չեն էլ ուզում մտածեն, եթե մեկ իրանք ուզում է մտածել, դա ասում է գնա հեռու գնանցնից, ես չեմ ուզում այդ օրենքի մասին մտածեմ, ես օրենքի տակ չեմ։ Յանամ թե, բայց ով որ ժամանակին ունեցել է, բայց հիմա թողել է, արդեն էլ չի մտածում, նշանակում նա ժամանակին ուխտի մեջ եղել է, հիմա էլ ուխտի մեջ չի։ Թողնել, քո սրտից հանել, քո մտքից հանել, այդ նշանակում է նոր ուխտը թողնել։ Այդ էլ է նշանակում նոր ուխտը թողնել, այո։ Այսի Աստծո պայմաններից մեկն է ուխտի մեջ մտածի։ Քրիստոսին հավատացողը հավատքով այդ ուխտը ստեղծում, իհարկե Քրիստոսի միջոցով, բայց այդ դրա հետևանք սա է, քո մեջ մի բնություն է դրվում, որի մեջ Աստծո օրենքը հենց այդ բնական կա, ոնց որ քո բնույթը Աստծո օրենքի համապատասխան է։ Եթե Աստծո օրենքը սրբության պահանջ ունի, քո բնությունը հենց սրբության մեջ է, սուրբ բնություն է, սուրբ հակումներ, սուրբ ցանկություններ, սուրբ ձգտումներ, սուրբ բաներ սիրող, Աստծո ուզածը սիրող։ Բայց եթե դու հանել ես քո սրտից, ով մարդ, լսելով խաբեբաներին, այդ մեծ խաբեությունը, ուրեմն դու թողել ես ուխտը։ Եվ երբ որ ասում է ուխտազանցներին պիտի ուշք դարձնի, այսօրվա ուխտազանցները նաև հենց դրանք են, որոնք ժամանակին ունեցել են, այո, այդ բանը Քրիստոսով այդ ուխտը, բայց հիմա թողել են։ Ինչպես են թողել, Աստծո օրենքները իրենց սրտից ու մտքից հեռացվել են։ Էլ չեն ուզում դրա վրա մտածեն։ Աստված օրհնեցի շատ, այո, տեն մեկ վտանգավոր կորուստի հարց է այսի, փրկությունը կորցնելու խնդիրը։ Դրա համար այսքան վարված ենք, կեպված ենք, ասած խոսում ենք, անհանգստացած ենք։ Եվ քանի որ հնարավորություն կա, ես մի համար էլ ձեզ համար կարդամ, դրա բացատրությունը ձեզ տամ, օրինակ Ռոմացիս 8-րդ գլուխը կուզեմ կարդամ։ Իհարկե մինչև այդ կարդալը հիշեք, բաներ կա, որ վաղուց է պատրաստված եղել, շատ շուտ վանից այդ վարդապետությունները մտել են, հիմա արդեն պտուղը ավելի երևում է, ոնց որ մի բան տնկում ես, աճում է էլի իր համար,
Այս պտուղ չկա, բայց մի քանի տարի հետո որ սկսում է հասնել այն մակարդակին, որ այդ ծառը պտուղ տալ, չէ, նոր տենում ես ինչ-ինչոց է, հիմա պտուղ է տալիս։ Տեսեք, կա դավանությունների վարդապետություն, չէ։ Մենք խոսել ենք, հակառակվել ենք, չենք ընդունել, ձեզ էլ ասել եք մի ընդունեք այդ սուտ դավանությունները, որ ոգևորվածի փրթե Աստծանով դավանում են, այս սարն իմն է, այս ծառն իմն է, սենց, ընենց, ես սենց եմ, ես ընենց եմ, սենց։ Չէ, այդպես է։ Անցած անգամ Արսեն աղբեն էլ խոսած, որ բանի հետ կապված չէ, որ մարդը ասում է, չէ, ես փրկված եմ, որովհետև ես դավանում եմ, որ Հիսուսը իմ Տերն է, Հիսուսը իմ փրկիչն է, բայց ինքը ապրում է մեղքի կյանքով։ Այդ սուտ դավանությունների վարդապետությունները նույն բանն են կատարում, այսինքն այն ամեն ինչ վարդապետությունները, թեմաները, որոնք այս գործն են կատարում, առիթ են ստեղծում, որ մարդը հանգիստ, ազատ մեղանչի, առանց խշմտանքի մեղ գործի, դրանք բոլորը օրենքանող վարդապետություններ են։ Որտեղ այդ դավանության վարդապետությունների մեջ ծանրակշիռ տեղը դավանությունն է։ Դավանում եմ Հիսուսը իմ Տերն է, դավանում եմ ես փրկված եմ, դավանում եմ սենց, ապաշխարություն, արդարություն գործել, սրբության մեջ պահել չկա համարյա։ Շատ թեթև, շատ սենց ասած հպանցիկ կամ էլ ընդհանրապես չկա հենց այդ պատճառով, որտեղ օրենքի տակ չունի բրդե։ Այդ ու լիքը ուրիշ բան է, ժողովուրդ ջան։ Կամ ասում են հոգին գիրը սպանում է, դες վարդապետություններ կան, լսած կլնեք երևի։ Հոգին կենթանացում է։ Մենք հոգով ենք առաջնորդվում։ Մենք գրով չենք առաջնորդվում, ասես բարձր խոսում են առանց հասկանալու, որ Տիրոջ խոսքը հոգի է եւ կյանք է։ Այդտեղ հոգի կա այդ խոսքի մեջ։ Այդ խոսքի վրա հոգի կա, դա չոր ու ցամաք խոսք չի։ Այդ խոսքը, եթե չոր ու ցամաք կներ, քո սրտի մեջ պտուղ չեր կարա տար։ Դա կենթանի սերմ է, որ դրվավ կյանք ունի իր մեջ։ Ոնց է ուղակի գիր։ Եվ չեն հասկանում ինչ է ասել Պողոսը ժամանակին եւ ինչ կոնտեքստի մեջ է ասել, բերում ուրիշ տեղ են տեղափոխում։ Հոգով ենք առաջնորդվում, որ հոգով են առաջնորդվում, ամեն ինչ հոգու վրա են գցում։ Հոգին ինձ ասեց, այս անեմ, հոգին ինձ ասեց, այն անեմ։ Մեկը պեկի պատմեր ասում, օրինակ աղբեր ջան, որ մեկը քեզի դնի անարգի, դու կարաս մի հատ բերանին 10 դրա։ Ասում է, չաղբեր, ես քրիստոնյա մարդ եմ, ոնց կարամ։ Ասում է, ես կտամ, թեկուզ քրիստոնյա եմ։ Խի, մեր առաջնորդը, մեր բանը Հովիվը պատմել է, մեկ եկել է իրան սենց բաներ այլ է, Սուրբ Հոգին ասել է դուր բերանը ջարդի, տա բերանը ջարդել է։ Էսի այդ հոգու անվան տակ, էսի մի հատ պատմություն պատմեցի, որ ծիծաղացիք, բայց այդ հոգու անվան տակ լիքը աննորմալություններ են անում, իբր թե հոգին առաջնորդում։ Իբր թե գիրը սպանում է, հոգին կենթանացնում է, մենք էլ հոգով ենք առաջնորդում։ Էլ գիր մեզի պետք չի, էլ գրված մեզ չի, պետք չի, Աստծո օրենքը գրած է գրքի մեջ, մեզի պետք չի։ Մենք դրան հաշիվ չենք տալիս։ Մենք անում ենք այն ինչ որ մեր հոգին առաջնորդում է, իրանց մտքի անցածը անում են, անը գցում են հոգու վրա։ Սրանք բոլորը նույն փաթեթով վարդապետություններն են, ստության, խաբեության վարդապետությունները, որ օրենքը հանեն, սրբության պահանջները թույլատնեն ու հանեն, որ ժողովուրդը առանց կաշկանդվելու մեղք ու չարություն անի, մեղք գործի, ու մտածի փրկված եմ։ Հոգով եմ վարվում, հոգին կենթանացնում է։ Ու էլի տենց կան, լիքը կան։ Մի քանի բան ես թվարկեցի։ Եվ վերջի բանը կուզեմ կարդամ ձեզ համար, որ ասեցի Հռոմեացիս 8-րդ գլուխ 3-ից 4 խոսքերը, երբ որ խոսքը գնում է բանի մասին, ինչու Աստված իր որդու Հիսուս Քրիստոսին ուղարկեց, այո, շատերս ասում ենք, մեզ փրկելու համար ուղարկեց, դա ճիշտ է։ Ճիշտ է, փրկելու համար, բայց այդ փրկության մեջ չի մտնում միայն սա, որ դու մեղք էիր գործել, այդ մեղքի համար պատիժ կար, Հիսուսը եկավ այդ պատիժը իր վրա վերցրեց, ինքը քաշեց, որ էլ դու չքաշես, դու ազատվես այդ պատժից, էլ քեզանից չպահանջվի, դա միայն չի, դա կա, բայց դա միայն չի։ Երբ որ Պողոսը խոսում է, Հռոմեացիս թղթում, խոսում է սրա մասին, մենք ոչ թե մենակ պիտի մեղքի պատժից ազատվենք, այլ նաև մենք պետք է մեր անկարող վիճակից ազատվենք, որ մենք անընդհատ մեղք են գործում ու չեն կարող չգործենք։ Այս սրանից պետք է նաև ազատվենք։ Փրկությունը էս էլ է իր մեջ ներառում, որ ազատվես քո մեղանչելուց, մեղքի գերությունից։ Էլ մեղք չգործես, կարողանաս Աստծո սուրբ օրենքը կատարել։ Մեղք չգործես, շարունակում սուրբ օրենքը կատարել։ Եվ այստեղ գրվածը օրինակ ինչ ասում, որովհետև այն որ անկարել էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառով, Աստված իր որդին ուղարկելով մեղքի մարմնի նմանությունով եւ մեղքի համար մեղքին դատապարտեց այդ մարմնումը,
որ օրենքի արդարությունը կատարի մեզանում, որ մարմնարապես չենք վարում, այլ հոգևորապես։ Տեսեք, Աստված իր որդուն ուղարկեց այս բանի համար, բայց ինչի համար, տեսեք ինչ ասում։ Սկզբից մեր վիճակն է նկարագրում, որովհետև որ այն, որ անկարել էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառով։ Այսինքն մի քիչ լավ ձևակերպված չի, բայց միտքը կա։ Այսինքն մենք մարդկային մարմնավոր բնության պատճառով տկար մեկն ենք։ Անկարելի էր օրենքին, այսինքն անկարելի էր այդ վիճակով օրենքը պահել։ Քանի որ չեն կարող օրենքը պահել, Աստծո սուրբ օրենքը պահել, սրբության չափանիշների մեջ մնալ, սրա համար Հիսուսը եկավ։ Եկավ նույն այն մարմնի մեջ, որ մենք ունենք, նույն բնությունով, որ մենք ունենք, եկավ այդ մարմինը, տկար մարմինը այդ խաչի վրա գամեց, մահվան դատապարտեց, որ մենք դրա իշխանությունից ազատվենք, հոգևոր մարդ դառնանք, ասում որ օրենքի արդարությունը մեզանում կատարվի։ Օրենքի արդարությունը մինչև չէր կատարում, չեն կարող պահենք։ Հիսուսը եկավ, որ օրենքի արդարությունը մեզանում կատարվի, այսինքն նպատակս էր օրենք կարողանանք պահենք, օրենքի համեմատ ապրենք, սուրբ ապրենք, այսինքն օրենքի համար ապրենք, որ օրենքի արդարությունը մեզանում կատարվի։ Եթե Հիսուսը սրա համար է խաչվել, որ օրենք կարողանանք պահենք, այդ ո՞նց են ասում, որ մեզ օրենք պետք չի։ Բայց ո՞նց է օրենքի արդարությունը մեզանում կատարվում։ Այո, հոգևոր մարդ լինելով, հոգևոր աստվածային բնություն ստանալով կարող ես անել, բայց նպատակը դա է, չէր կարող անել, հիմա պիտի կարողանաս անել։ Տերն այնս վիճակաստեղծում քեզ համար, որ կարողանաս պահել։ Ոչ թե օրենքը գցես միջան, մի կողմ, այլ պահես, որ օրենքի արդարությունը մեզանում ինչ անի կատարվի։ Կամ մեկ ուրիշտեղ Հռոմեացիս 3-րդ գլխում 28-31 հատվածը որ կարդաք, Պողոս այդ չարախոսների դեմը, չարաշահողների դեմը առնում է, որ ասում ենք հավատքով ենք ապրում, մեզ էլ օրենքը պետք չի, այդպես բան։ Հարց է տալիս, ասում է, հա, ճիշտ է, որ փրկությունը հավատքով է, ոչ թե օրենքի գործերով, ոչ մեկ օրենքի գործերով չի փրկվում, բայց միթե որ հավատքը եկավ, այլ օրենքը մեզ պետք չի, միթե ասում է հավատքը օրենքը խափանում է, այսինքն հավատք եկավ, օրենք պետք չի, հա։ Այտենց է դուս գալիս ես ասողների նպատակը, ասածը, հավատքի մեջ ենք, օրենք մեզ պետք չի։ Պողոսն էլ այդ հարցն է տալիս, միթե տենց է։ Ասում է քավ լիցի, ասում է հավատքով օրենքն ենք հաստատում, այսինքն կատարում, այսինքն Աստված մեզ հավատ տվեց, որ օրենքը կատարենք, օրենքը հաստատենք։ Այդ հավատքը ոչ թե եկա, որ օրենքը մի կողմ շպրտի, եկավ այդ հավատքը, որ օրենքը ինչ անի, հաստատվի, կատարվի, ոչ թե շպրտվի։ Պողոսը տենց էլ գիտեր, որ տես չարագործներ կրնեն, չարաշահողներ այդ միտքը, ասում է, միթե եթե հիմա որ հա լավ, հա, օրենքով չենք փրկվում, ճիշտ է, հավատքով ենք փրկվում, բա որ հավատքի մեջ ենք հիմա, այլ օրենքը մեզ պետք չի, հարցը տալիս է, գիտի որ այդպես բան կանեն։ Ասում է քավ լիցի, դες բան չկա, որ օրենքը էլ մեզ պետք չի, օրենքը չի խափանվում, այլ հավատքը տրվում է, որ օրենքը հաստատվի, օրենքը կատարվի, ուրեմն մեզ պետք է Աստծո ճշմարիտ օրենքը, ուրեմն լավ իմացեք, այն եկեղեցիները, այն առաջնորդները, այն մարդիկ, որոնք խոսում են, թե օրենքը մեզ պետք չի, ինչ որ պատճառաբանություններ բերելով, իմացեք, իրանք այս գլոբալիզացիոն ընդհանուր ծրագրի մաս են կազմում։ Իմանալով, թե չիմանալով ես չգիտեմ, ոմանք գուցե ուղղակի ընկել են այդ ալիքի տակ, բայց ոմանք էլ հաստատ գիտեն, որտեվ ասում է, ուխտազանցներին պետք է հավաքի գործի, նրանք այդ ուխտազանցները հասկանալու են ում համար են աշխատում եւ ինչ ծրագրով են գործում։ Նրանք այդ ծրագրի մեջ են, գազանի համակարգը նրանց գնել է, առել է, ասում է շողոքորթությունով իրանը հարել տվել ու օգտագործում է, հեռու մնացեք, այտենց վարդապետություններից ու այդ ժողովրդից։ Աստված օրհնի ձեզ, աղոթք անենք։